Նրան տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ռուբեն Ասատրյանին։ Պարոն Ասատրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Օրերս Հայաստանում էր գտնվում Արցախի շրջափակմանը մասնակցած կեղծ էկոակտիվիստը, երկու երկրների քաղաքասարակության ներկայացուցիչների շփումների շրջանակում իհարկե այս լուրը դրական չէր կարող ընկալվել, որքան էլ որ իշխանությունները պնդում են, որ խաղաղություն է հաստատվում եւ այդ տրամաբանությունից ելնելով կարող են այսպիսի շփումներ լինել։ Ինչ եք կարծում, ադրբեջանական կողմը հատուկ էր այդ ներկայացուցիչին ուղարկել Հայաստան։ Տեսեք, այդ լուրը, որ դուք ասում եք, որ կեղծ էկոակտիվիստներ են ներկա եղել, ճիշտ ասած, պարզելը պետք է ճշտել, ես նման ինֆորմացիա հստակ չեմ տիրապետում, չեմ կարող գնահատականներ տալ, բայց կարծում եմ, որ այդ հանդիպումները տեղի ունեցել օգոստոսի 8-ի խաղաղության համաձայնագրի շրջանակներում եւ քանի որ երկու ղեկավարները Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրել են մի փաստաթուղթ, որը իրենից ներկայացնում է կամ ակնկալում է, որ երկու երկրները պետք է խաղաղ պայմաններում այսուհետև գոյատևեն, նման հանդիպումները անխուսափելի են եւ պետք է լինեն։ Ես կարծում եմ, որ քաղաքասարակության ներկայացուցիչների հանդիպումից հետո շատ հավանական է մենք կարող ենք տեսնել նաեւ խոշոր եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչների հանդիպումներ, կարող ենք տեսնել նաեւ մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչների հանդիպումներ, որովհետեւ տեսեք, խաղաղությունը ստորագրություններով չի հաստատվում։ Դա միանշանակ է, Հայաստանն ու Ադրբեջանը օրիգինալ չեն իրենց մոտեցումներով, այդ ճանապարհը անցել են բոլոր հակամարտող ժողովուրդները եւ պետությունները։ Խաղաղությունը հաստատվում է ժողովուրդների միջև։ Իսկ ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու համար պետք է շփումներ։ Անկախ նրանից, թե ովքեր են այնտեղ ներկա եղել, ես հասկանում եմ, դա շատ էմոցիոնալ, շատ էմոցիոնալ, ինքը ցավոտ բարդ գործընթաց է, որը իրենից պահանջում է հոգեբանական խոչընդոտների հաղթահարումներ, շատ ծանր հոգեբանական խոչընդոտների հաղթահարում, բայց դա այն ճանապարհն է, որ պետք է անցնել, որպեսզի երկու ժողովուրդները, եթե որոշել են իրենք ապրել խաղաղության պայմաններում, խաղաղ համակեցվել իրար հետ, շփվել, այդ շփումները պետք է լինի։ Մեր հակամարտությունը 3 տասնամյակ է տակ իր փուլում տեղի ունեցել եւ մինչեւ էդ հարց չի եղել մեր երկու ժողովուրդների միջև հարաբերությունները եւ այդ ֆոնին շատ դժվար է գտնել այնպիսի ներկայացուցիչներ թե մեր կողմից թե ադրբեջանցիների կողմից որ ներգրաված չեն եղել հակակառուցչության մեջ այս կամ այն գործողությունների մեջ տեսեք մենք մեր տեսանկյունից ենք նայում որ այս ակտիվիստը ներկա եղել բայց նաեւ հակառակ կողմից էլ է նույն պահանջները, այդ անվստահությունը, այդ թշնամանքը փոխադարձ է եղել եւ եթե մենք գնանք, այսինքն այս դուք պետք է լինես, այս մեկը չպետք է լինի, մենք չենք կարողանալու այդ խաղաղությունը հաստատենք եւ շատ դժվար գտնվի այն մարդը, որ ընդհանրեն ներգրաված չի եղել այս կամ այն եւ անգամ նեյտրալ է եղել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ։ Հենց որ մենք ես կարծում եմ շատ մեծ ուշադրություն չպետք է դարձնենք, անկախ նրանից ես հասկանում եմ, որ շատ էմոցիոնալ ու ցավոտ թեմա է նման մարդկանց տեսնել Հայաստանում, բայց դա այն ճանապարհն է, որ պետք է անցնեն հայ եւ ադրբեջան ժողովուրդները։ Պարոն Ասատրյան, հայտարարություններին էլ ուշադրություն չդարձնենք։ Օրինակ Հայաստանի ներսում ամեն դեպքում մեր իշխանությունը ի տարբերություն Ադրբեջանի իշխանության ամեն ինչ անում է, որպեսզի գոնե իրենց ներկայացուցիչների մակարդակով սադրիչ հայտարարություններ չլինեն, որոնք կբորբոքեն ադրբեջանական կողմին, բայց Միլի Մեջլիսի իշխանական պատգամավորը հայտարարել է, որ Հայաստանն իր հայրենիքն է, որ Հայաստանի ներկայիս աշխարհագրական տարածքը պատկանում է իրենց եւ ինքը ուրախ է Հայաստան ճանապարհորդելու համար։ Ենթադրում եմ, որ մամուլում այդ ինֆորմացիա հստակ չկա, թե ինչ նկատի ունի Հայաստան ճամփորդելու հետ կապված, բայց կարելի է ենթադրել, որ խորհրդարանականները էլ կարող են գալ։ Հիմա ինչու ադրբեջանական կողմը կամ Ալիևյան ռեժիմը, եթե գնում է խաղաղության, գոնե ռետորաբանության մակարդակում չի հորդորում, հրաման չի իջեցնում, որ զերծ մնան այսպիսի սադրիչ հայտարարություններից։
Տեսեք, հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական ճարտարապետությունը, ինչ-որ տեղի, ինչ-որ գոյություն ունի, այդ քաղաքական սպեկտրը գոյություն ունի, ես կարծում եմ այդքան մեծ ուշադրություն Միլի Մեջլիսի падգամավորի հայտարարություններին չարժի դարձնել։ Հայաստանը պետք է ուշադիր հետևի, վերնախավի, այսինքն բուն Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, իսկ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները վերջի ժամանակաշրջանում, այսինքն կոնկրետ Վաշինգտոնյան համաձայնագրից հետո կտրուկ փոխվել է։ Մենք դրան պետք է ուշադրություն դարձնենք, թե չէ զանազան падգամավորներ։ Չէ, բայց հասարակություններին են, չէ, իրենք պատրաստում խաղաղության։ Ճիշտ եք ասում, հասարակությանն են պատրաստում, բայց ես նորից եմ ասում, որ Ադրբեջանի նախագահը դա եւ հասարակությունն է Ադրբեջանի, դա եւ քաղաքական էլիտան է Ադրբեջանի եւ ընդհանրապես ինքը ժողովուրդն է ներկայացնում։ Եվ Ճակերտավորի, այո, այդտենց է կոնստրուկցիան, մեր դուրը գալիս է, թե մեր դուրը չի գալի, այնտեղ ունենք մենք ինչ-որ կոնտակտներ շփվելու, այդ կոնտակտները ընդհանրենք ինչ ազդեցություն կարող է ունենալ ներսում Ադրբեջանի, դա այլ թեմա է։ Այսօր Ադրբեջանը ներկայացնում է մեկ մարդ, դա Իլհամ Ալիևն է։ Եվ մենք պետք է գործ բռնենք Իլհամ Ալիևի հետ եւ լսենք, տեսնենք ինչ տրամադրություններ ինքը ունի, ինչ է ասում։ Իսկ ինքը ասում է այն, որը մենք լսում ենք օգոստոսի 8-ից հետո, որ հռետորաբանությունը փոխվել է այսօր Ադրբեջանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահան լինելով ճկուն քաղաքական գործիչ, իր քաղաքականությունը հարմարեցնում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան Թրամփի խաղաղության օրակարգին։ Հռետորաբանության փոփոխության ցցուն ինչ օրինակներ ցույց կտակ, եթե նա խոսում է Զանգեզուրի միջանց կոչվածից, ու ոչ մեկ անգամ։ Տեսեք, շատ Զանգեզուրի միջանցքը, այո, մեզնի արդյունացնում է, բայց եկեք ուշադրություն դարձնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի ղեկավարը ոչ թե հայտարարեց, այլ հրամայեց, որպեսզի Ադրբեջանի տարածքով Հայաստանի դեպի Հայաստան գնացող բեռների արգելափակումը հանվի։ Դա լավ է թե վատ է։ Ես կարծում եմ իհարկե լավ է։ Այսինքն հիմա Ադրբեջանը մտնում է նույն ռեժիմի մեջ, ինչ ունենք մենք Թուրքիայի հետ։ Թուրքիայի հետ պարզապես մենք սահման չունենք, բայց Հայաստան եկող բեռները Թուրքիայով գալիս են։ Ու մեծ ծավալով են գալի։ Հիմա նույն ռեժիմով անցնում ենք մենք Ադրբեջանի հետ։ Տեխնիկապես մենք չունենք անցակետ Ադրբեջանի հետ, որպեսզի միանգամից չգնա Վրաստան մեր բեռները եւ Վրաստանի միջոցով մուտք գործի Հայաստան։ Ես կարծում եմ դա ժամանակի հարց է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թրամփը ներկայիս Միացյալ Նահանգների ադմինիստրացիան հետամուտ է, այն համաձայնագրերը, որ իրենք կնքում են այս կամ այն երկրի կամ այս կամ այն հակամարտության վերաբերյալ, իրանք հետամուտ են, որ կյանքի կոչվի եւ ես կարծում եմ դա ժամանակի հարց է նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը։ Իսկ այդ որոշման կայացումը ինչով կպայմանավորեք, մենք գիտենք, որ Ալիևը հենց այնպես նման քայլեր ձեռնարկել է։ Շատ պարզ մի բան, որովհետև Ալիևը փորձում է նախաձեռնությունը պահել իր ձեռքում։ Տեսեք, հիմա բոլորը խոսում են Թրամփի ուղու մասին, այս Թրամփի ուղին դա Հայաստանի տարածքով անցնող բան է, այսինքն Հայաստանը պետք է այստեղ նախաձեռնողը, Հայաստանն է կազմակերպողը այդ ամեն ինչը եւ Ալիևը փորձում է նախաձեռնությունը խլել եւ ցույց տալ, թե ինչքան ինքը կառուցողական է, այդ նման որոշումներ է կայացնում, որը դարենք այլ ուժային կենտրոններում, արևմուտքում հատկապես գնահատական է արժանանում, շատ դրական, որ այո, ինքը գնում է միտված է խաղաղությանը։ Եվ այստեղ Հայաստանը նույնպես պետք է իր քայլերը անի, իր տնային աշխատանքը պետք է անի։ Հայաստանին շատ բան չկա այստեղ անելու, Հայաստանը պետք է պարզապես Միացյալ Նահանգների հետ կազմակերպի այդ միջազգային նշանակություն ունեցող ճանապարհը։ Իսկ դա ժամանակի հարց է, ենթադրվում է երկարատե պարոն։ Տեսեք, ժամանակի հարցը դա ճիշտ չի այդպես ասելը, որտեղ մենք ունենք նաև շատ վատ օրինակ հյուսիս-հարավ ճանապարհը, որը մենք արդեն 1/11-ից ավել կառուցում ենք։ Դա մեր կոռուպցիայի, պետական կոռուպցիայի ոնց որ հուշարձանն է, հա։ Սարքում ենք եւ չենք կարող այդ կառուցենք դա, որ Հայաստանը Հանրապետությունը ներքաշվի այդ միջազգային լոգիստիկ համակարգի մեջ։ Եթե մենք նույն ձև պետք է սարքենք Թրամփի ճանապարհը, ես կարծում եմ շատ վատ արդյունքների մենք կարող ենք հասնել։ Հայաստանը պետք է նախաձեռնի, չնայած վարչապետը հայտարարեց, որ դա արագ գործընթաց չի, դա պետք է նախագծային աշխատանքներ արվի, տեխնիկական հարցերը համաձայնեցվի եւ այլ, բայց դրան պետք է տեմպ տալ։
Դեմ տալ, որտեվ մեր հակառակորդ երկիրը, որը հետ ինչ որ համաձայնություն ենք եկել, ինքը նույն տեղում չի դոփում։ Ինքն էլ է գնում առաջ, ինքն էլ է նախաձեռնությամբ հանդես գալիս, եւ մենք պետք է այդ մրցակցենք, հա, գոնե այդ առումով, որ մենք ճիշտ ձևով, ճիշտ ժամանակին դառնանք, հա, այդ Միջանցքի մի մասը։ Տեսեք, այն մյուս կողմից է Թուրքիան է, հա, երկաթգիծ է կառուցում Ղարս Նախիջևան, եւ եթե մենք եւ այդ նախագիծը իրանք կառուցում են իրենց ծրագրով մոտ 8-ից 10 տարվա ընթացքում, որտեղ բարդ ռելիեֆ է, մեծ գումարներ են պահանջում, այստեղ Հայաստանը պետք է շատ արագ կառուցի նաեւ Երասխ-Գյումրի ճանապարհը, որ եթե սահմանը բացվի Թուրքիայի հետ, շատ արագ վերագործարկվի Գյումրի Ղարս ճանապարհը։ Եթե մենք դրանից հետո ենք վերաբացելու, այդ Ղարս Գյումրի ճանապարհը անիմաստ է դառնալու եւ այստեղ նույնպես մենք կորցնելու ենք։ Մենք օր առաջ պետք է այդ նախաձեռնությամբ հանդես գանք, ներդրումային ծրագրեր ներկայացնենք, այդ աշխատանքը պետք է արվի։ Այստեղ է Հայաստանի առավելությունը, որ կարող ենք մենք ունենանք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիմա ներքաղաքական զարգացումներին անդրադառնանք, պարոն Ասատրյան, ինչպես կանվանեք կամ կբնութագրեք իշխանություն, հոգևորականություն, հարաբերությունները, որին տևական ժամանակ է մենք կանատես ենք լինում, ինչպես արդեն գիտեք, Փաշինյանը հայտարարել է Կիրակի Հովհաննավանքում պատարագի մասնակցելու մտադրության մասին, նկատի ունենալով, որ այնտեղ մասնակցելու է Մայրաթոռի կողմից կարգալույց եղած հոգևորականի կողմից մատուցվելիք պատարագին, բայց Մայրաթոռն էլ այսօր հայտարարություն է տարածել, կոչ է արել իրավապահներին օրինականություն հաստատել, թույլ չտալ սադրանքներ, որովհետև այնտեղ պետք է այդ պատարագ մատուցի ոչ կարգալույց քահանան եւ բախումների վտանգը ինչպես է գնահատում, եթե իսկապես Փաշինյանը գնա եւ որոշի, որ այնտեղ պետք է պատարագ մատուցի կարգալույց եղած հոգևորականը։
Ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ իմ համար շատ դառն է այդ տեսարանը, այդ երևույթները, որ մենք ականատես ենք դառնում, բայց ունենք այն ինչ որ ունենք, ես մի բան կարող եմ ավելացնել, որ տևական դուք ասիք տևական ժամանակ է այդ հակամարտությունը կա, բայց այս ընթացքում մի բան է իհայտ եկել, որ առաջ եթե ասում են եկեղեցականները մի ամուր են, մի կուր, մի մարմին են իրենց ներկայացնում, այսօր մենք տեսնում ենք, որ այնտեղ կա ճեղքեր եւ որոշ հոգեվորականներ համաձայն չեն այն կուրսի հետ, որը իրականացնում է վեհարանը մեր եւ դա մենք կարող ենք արձանագրել, իսկ ինչ վերաբերվում է բախումների, իհարկե կարող են բախումներ այնտեղ տեղի ունենալ, որտեղ այս հարցն էլ է բավականին զգայուն, խոսքը վերաբերվում է մեր հավատքի, մեր Սուրբ եկեղեցուն եւ այստեղ կիսվելը եկեղեցու շատ վտանգների է եղի, մենք պետք է շատ զգույշ լինենք եւ կարծում եմ իրավապահ մարմինները պետք է տեղում լինեն եւ բարձունքում լինեն։ Այնուամենայնիվ ինչպես կանվանեք այդ հարաբերությունները, որին մենք ներկա ենք։ Ականատես ենք լինում։ Շատ վատ այդ հարաբերությունները կարող են, շատ տեսարանը շատ վատ է, ինչպես ասացի, բայց տեսեք փոխադարձ է, այդ ճշնամանքը, այսպես կարող է ասել, իշխանությունների վերնախավի եւ հայ առաքելական եկեղեցու սպասավորների վերնախավի միջև ոչ մեկ չեն ուզում զիջումների գնան եւ այո, այդ Տեր Արամի կարգալույցի այդ հրամանը, որ արձակվել է, դա խոսում է նրա մասին, որ եկեղեցի սպասավորները ձեռնոց են նետում իշխանությանը եւ իրենք պատրաստ չեն որևիցե կոմպրոմիսի գալու իշխանությունների հետ։ Շատ դառն է այդ ամեն ինչը, տեսնենք ինչ ձև կավարտի։ Հիմա այս երկու խմբերի այդպես կարելի ասել, եթե չենք դիտարկում ընդհանուր եկեղեցի պետություն, ապա այս երկու կողմի ներկայացուցիչների հարաբերությունների առողջացման հնարավորությունը ինչպես է գնահատում կամ որ դեպքում հնարավոր կլինի ակնկալել, որ այդ հարաբերությունները կառողջանան, կառուցողական կդառնան, մեկը մյուսի գործերին չի խառնվի եւ չենք տեսնի այն, ինչ տեսնում ենք։ Դուք շատ լավ ասացիք, մեկը մյուսի գործերին չեն խառնվի, այս դա կարևոր, դա բանալի, ոնց որ բանալին է այդ հակամարտության լուծման, որովհետեւ հստակ է, որ հայ առաքելական եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում եւ քաղաքական իշխանությունները չեն միջամտնում, եկեղեցականների, գործերի մեջ։ Այստեղ հիմա մեր մոտ տեղի ունենում, միջամտություն մեկը մյուսի գործերում եւ ես կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, որովհետեւ քաղաքականությունը դա ինչ է նշանակում, դա հայացքներ մարդկանց, ինչ-որ այս կամ այն հարցի շուրջ հայացքներ է, եթե եկեղեցին ունի մի տեսակետ մի հարցի շուրջ եւ ես չեմ կիսում այդ տեսակետը, մենք ո՞նց ենք վարվելու։ Ո՞նց ենք վարվելու։ Դա հարցի լուծումը ո՞նց է։ Ինքը ինչ պետք է ինձ համոզի, լինելով իր եկեղեցական դիրքը չարաշահելով, այն պետք է համոզի ինքը ինձ, որ ես փոխեմ իմ քաղաքական տեսակետը։ Այդ է խնդիրը։ Ես կարծում եմ, դա շատ մեծ սխալ է եղել, որ հայ առաքելական եկեղեցու վերնախավի ներկայացուցիչները փորձել են զբաղվել քաղաքականությամբ։ Այդ դա պետք է ի սկզբանե վերացվի, նոր ինձ թվում է ամեն ինչ կընկնի իր տեղը։ Հա, բայց դուք էլ ասացիք, որ կողմերը չեն զիջում, մեկը մյուսին զիջելու մասին խոսք չկա, գործողություն չկա, որ կզիջեն։ Ներկա բային չեն զիջում, բայց ես կարծում եմ իշխանությունը հարցի լուծումը տեսնում է, որ պետք է կաթողիկոսը հեռանա։ Սա կարող է բերել առողջացման հարաբերություններ։ Ներկա բային երկու կողմն իրենց պահանջներն են դնում, մի կողմ ասում է, որ վարչապետը պետք է հրաժարական տա, արդեն տևական ժամանակ է այդ պահանջը դրվել է, իշխանություններն պահանջում են, որ կաթողիկոսը փոխվի, այդ պահանջները դրվել են սեղանին, ու գործընթացը գնում է, տեսնենք, ինչ ժամանակ է պետք, ընթացք է պետք է ամեն ինչի, որ հասկանանք, թե որը ինչ ձևով գնում է կոմպրոմիսի եւ հարցի լուծմանը։ Ես ներկա պահին, տեսեք, ասում եք, Կիրակի օրը պատարագ պետք է մատուցվի, ես այս պահին ոչ մի լուծում չեմ տեսնում, անկեղծ ասած, որտեվ ցանկացած կողմ, եթե ինչ-որ փորձում է հետ գնալ իր պահանջներից դուրս, դա համարվելու է պարտություն։ Դա համարվելու է պարտություն, դա ուզում ենք մենք տեսնենք, թե չենք ուզում դա ընդունենք, որ դա տենց է լինելու։ Հիմա երկու կողմերն ունեն հնարավորություն գնալու առաջ, գնում են առաջ։ Տեսնենք ինչով կավարտվի այս ամեն ինչը։ Շատ ցավալի է, նորից եմ ասում, որտեվ հայ առաքելական եկեղեցին չպետք է
ներքաշված լիներ, հա, այդպիսի քաղաքական գործընթացների մեջ ինքը բարձրում է վերածվել է քաղաքական մի կուսակցություն է։ Իսկ քաղաքական կուսակցությունը եթե վերածվում է, այդտեղ արդեն գործում են քաղաքական պայքարի օրենքները։ Եվ մենք չպետք է այն ինչ-որ զարմանան, որ այս կամ այն քաղաքական գործիչը այս հայտարարությունն է ինչ-որ արել իրենց նկատմամբ։ Պարոն Ասատրյան, քաղաքական օրենքներն են գործում, երբ Վարդան Ղուկասյանը կալանավորվում է, Մասիսի ընդդիմադիր համայնքապետը դատապարտվում է, ընդդիմությունն ասում է գործող իշխանությունը հերթով չեզոքացնում է ընդդիմադիր համայնքապետերին, ղեկավարներին, եւ մենք աննախադեպ բան է ժողովրդավար Հայաստան ենք հռչակել, բայց քաղաքական բռնաճնշումներ են իրականացվում ոչ միայն համայնքապետերի, այլև գործարարի, փաստաբանի հոգևորականների նկատմամբ։ Ինչ կարող եք ասել։ Այս մոտեցումը նոր չի Հայաստանում։ Ես հիշում եմ հեղափոխությունից հետո կար Հայաստան հիմնադրամի ղեկավար, որին մեղադրվում էր, որ Հայաստան հիմնադրամի միջոցները ինքը անձնական նպատակներով օգտագործել էր, եթե չեմ սխալվում, օնլայն կազինոներում էր, ինչ որ խաղացել, եւ իրան երբ որ ձերբակալեցին, ինքը դառավ քաղաքական գործիչ եւ ինքը հայտարարեց, որ ինքը քաղբանտարկյալ է, իրեն հայացքների համար են հետապնդում, բայց հիմքում այն էր, որ մարդը վստահել են Հայաստան հիմնադրամի գումարները, իսկ այդ գումարները ժողովուրդն էր հավաքում, ամբողջ աշխարհով հայերը հավաքում էին, ինքը գնացել էր անձնական նպատակներով օգտագործել էր։ Հիմա նույնն էլ այս ձեր մատնանշած համայնքապետերին է վերաբերվում, Վարդան Ղուկասյանը դա օրինակ էր, այս կասեմ ուսուցողական օրինակ էր բոլորի համար, թե ինչպես չի կարելի ընտրել։ Մարդը հանդես էր գալի այն լոզունգներով, որ ինքը գալիս է փրկել Գյումրին այս վատ իշխանություններից, այս դավաճան, այս պարտվողական իշխանություններից, բայց այնինչ ինքը եկել էր կերակրատաշտակին ավելի մոտիկ լինելու համար, մենք դա հասկացանք եւ ասել այստեղ որտեղ քաղաքական հետապնդումներ են, ես զերծ կմնամ նման հայտարարություններից, այստեղ պարզապես կաշառակերության մասին է խոսքը գնում եւ չնայած դատը չի եղել, բայց հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի համբավը եւ ես կարծում եմ գյումրեցիները շատ լավ են ճանաչում Վարդան Ղուկասյանին, ես համոզված եմ, որ այդպես էլ եղել է, փորձ է եղել կաշառքի շորտման եւ ինձ թվում է անկասկած չկա, որ այդպես բանը եղել է, հաշվի առնելով նորից եմ ասում Վարդան Ղուկասյանի համբավը եւ անունը։ Եվ ամփոփենք նախընտրական այս տրամադրություններով, որոնք գոյություն ունեն, դուք ինչ եք կարծում այս պայմաններում, երբ կողմերը անխնա օգտագործում են իրենց զինանոցում եղած ամենավատ բառապաշարը ռետորաբանության առումով, այս պայմաններում հնարավոր կլինի առողջ ընտրություն կատարել, ժողովուրդը կկարողանա, այսպես ասած, թաց չորից տարբերել։ Հանրապետություն կուսակցությունը միշտ դեմ է եղել այս կոշտ բառապաշարից, այս հայախառը հայտարարություններից եւ խոսելավոճից եւ մենք կարծում ենք, որ Հայաստանի քաղաքական դաշտին պատիվ չի բերում, այդ նման իրավիճակը, բայց կարծում եմ մենք ունենք այն ինչ որ ունենք, խաղի կանոնները գծվել են եւ կարծում եմ մեր ժողովուրդը պետք է թացի չորից տարբերի, մենք գնում ենք շատ կարեւոր ընտրություններին 26 թվի մասին է խոսքը, որը ճակատագրական ընտրություններ են լինելու Հայաստանի համար։ Ինչ առումով ճակատագրական։ Որտեղ այդ ընտրությունների արդյունքներով որոշվելու է Հայաստանի Հանրապետության մի քանի տասնամյակների ապագան։ Եվ այստեղ պետք է ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարի, ոչ թե ճիշտ, այլ գաղափարական ընտրություն կատարի։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության նոր անկախ Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանում մենք երբեք գաղափարական ընտրություն չենք կատարել։ Տեսեք 21 թվի ընտրությունները ինչի մասին էր, նախկին եւ ներկայի մասին էր, սև ու սպիտակի մասին էր։ Հիմա նույն տրամաբանությունը։ Ես կարծում եմ ոչ, 26 թվին արդեն այդ նախկինն եւ ներկան ակտուալ չի, ես կարծում եմ դա արդեն ժողովուրդն էլ լավ հասկացել է, լավ տարբերվում է։ 26 թվին ընտրությունը կատարվելու է գաղափարական հիմքի վրա, իսկ ունենալու է բովանդակություն Ռուսաստանի
կողմնակիցները, որ այսպես ասեմ, Ռուսաստանի օրակարգը սպասարկող քաղաքական ուժերը փորձում են մոբիլիզացվել եւ գնալով, այդ ջրերը պարզվում է, բարիկադները հստակ գծված են, կան մի կողմից այդ Ռուսաստանի օրակարգը սպասարկող քաղաքական ուժերը, որոնք մենք նոր բանը անվանում է հիմա եկել, կոչվում են գուբերնիստներ, այսպես ասած, այդ ծայրագավառի ֆանատներն են եւ մյուս կողմից անկախականներն են, ուժերը, որոնք հանդես են գալի Հայաստանի Հանրապետության անկախության կողմնակիցներն են եւ իրանց մեջ էլ կա որոշակի տարբերություններ, թե ինչպիսի ճանապարհ պետք է ընտրի Հայաստանը, ում պետք է գնա, ոնց պետք է գնա, ինչ ճանապարհով պետք է գնա, բայց իրանց գաղափարախոսությունը անկախականներն են եւ ժողովուրդը այդ երկու ուժերի միջև պետք է կայացնի հիմնական ընտրությունը։ Հայաստանը գնում է ծայրագավառ լինելու ճանապարհով, թե Հայաստանը փորձում է պահել պետությունը, անկախությունը եւ սուվերենությունը։ Այս է կարևորը, որ 26 թվին մեր հայ ժողովուրդը ընտրություն է կատարում, պետք է կատարի եւ այդ ընտրությունների նախերգանքն է, վաղ շաբաթ խոշոր ասած համայնքում ընտրությունները եւ այդտեղ փոքր պատկերն է, այդ ընտրությունների, որը մեզ սպասում է, այնտեղ կան, այդ նույն այդ քաղաքական ուժերը, որոնք նույնպես ծայրագավառի ներկայացուցիչներն են, որոնք այդ նույն Վարդան Ղուկասյանի բարքերի կողմնակիցներն են եւ այստեղ վաղաշաբաթցիները պետք է ճիշտ ընտրություն կատարեն, հասկանան, թե ում են վստահում, այդ իրենց քաղաքը մոտակա տարիների ղեկավարումը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ռուբեն Ասատրյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանի երևացող QR կոդով։